Ինչպես է ստացվում, որ քաղաքացիները վճարում են պետությանը բոլոր իրանց հարկերը, турքերը, պարտքերը, վարկերը, պարտ չեն մնում պետությանը, բայց պետությունը պարտք է մնում աշխարհին, նու կոնկրետ Ռուսաստանին։ Ասում են, բա դու տեղյակ ես, կոմենտարիքում գրում են, բան անձնականել են գրել, բախի չես խոսում, որ հիմա կրկնապատկվել է։ Ահա, ոչ չեմ խոսում, որ կարող է գիտեք վախուն եմ խոսալու։ Կարող գիտեք ես եմ կրկնապատկել ու հիմա դրա մասին ամաչում եմ խոսամ, կբացահայտեմ ինչպես եմ բան արել, կրկնապատկվել։ Ուրեմն բացատրեմ, նախ հիշեցի պապուս խոսքերը, ասում է պենդից 2 ատուսկյամ, կակողից 1։ Եթե դու ձեռդ պինդ պահում ես, մի րոպե սա հələ բացատրեմ ինչի եմ սա ասում։ Կարոջի դուք չեք հասկանում, որ կրկնապատկվել է մեր պետության պարտքը, որովհետև այն անցած պարտքերը չի ծառայել մեր պետության շահին, ծառայել է իրանց շահին։ Հարստացել են, ունեն ունեցվածքներ, ագարակից մինչև նոյեմբերյան, արմավիրից մինչև Շամշադին, Տավուշ, մինչև վեր ցախս Հայաստանի տարածքով այդ մարդիկ ունեն բիզնեսներ, որը պետական բյուջեից սնված փողերով են ներդրել։ Ունեն մեծ բիզնեսներ, որը դրսից ուղարկված փողերն ա եղել, որ պետքա պետությանը ծառայել անձնական շահին։ Ու դրա համար կուտակվել է պարտք, այսինքն բացի նրանից ժողովուրդը հարկերը վճարում են, դրսից հայերը փող են ուղարկում Հայաստան ուժեղանա, Հայաստանը չի ուժեղանա, մնում է տեղում դոփելուց, ստից տենց կոսմետիկ հարցեր են լուծում, բան, մի երկու տեղ լուսավորություն են արել, չգիտեմ, ասֆալտ են արել, փող են աշխատել, հետո ասում եք արել են։ Լավ, 7 միլիարդով Նիկոլ Փաշինյանը վերցրել է պարտքը, հիմա 15 միլիարդ է երևի կրկնապատկվել է։ Հարցը այն է, որ նորից եմ ասում, այդ մարդիկ հարստացել են, հիմա եթե որևէ մեկը ինձ ցույց տա ապացույցի փաստերով, որ Փաշինյանն էլ է հարստացել, ես դրա մասին առավոտից իրիկուն կարամ խոսամ։ Բայց ես գիտեմ, որ այդ պարտքերը ավելացել է, որովհետև պետությունը շատ հետընթաց է ապրել։ Պետությունը վտանգված էր նույնիսկ իր պետականությունը պահպանելու։ Կողքից էին ասում, այլ պետության նախագահներ ասում, Հայաստանը փող չունի, ո՞նց է ապրելու։ Հայաստանը չի կարա։ Ինքը հոնորարների արտաքին արտերկրից ուղարկված փողերի հաշվին է ապրում։ Սա աշխարհը գիտեր։ Հիմա այս մարդու օրոք, ես ասեմ, ռազմավարական կարևոր հարցեր ա լուծում։ Նախ առաջինը կառուցում են, լիքը բաներ են կառուցում երկրում, այն որ կոմունիկացիան ուժեղացրել են, այդ ճանապարհները, ջրամբարներ են կառուցել, կարևոր պայմանագրեր են կնքել, թե Ամերիկայի հետ, թե Պարսկաստանի հետ են կնքում, տեղյակ եք, որ նավթամշակման գործարան են կառուցելու Սյունիքում, բա այդ փողա չէ ներդրվում, այդտեղ պետքա չէ մենք աշխատանք ունենանք։ Հիմա բերեք հասկանանք, եթե պետությունն է համագործակցում եւ նավթամշակման գործարանը տեղադրում Սյունիքում, բերեք համեմատենք, սա, երբ որ անհատներն են նույն Սյունիքում, Բղինձը, Ոսկին, Արծաթը, Երկաթը մի քանի հոգով իրանց գրպանները լցնում, ինչպես տեղյակ ենք նաեւ Ռուսաստանի նախագահի հետ միասին։ Կարանք համեմատենք Սյունիքի նավթամշակման գործարան, ջրամբարներ, որը պետականապետությանն է, ժողովրդինն է եւ ոսկի բան, որ նույնիսկ կասկածի տակ եմ դնում, որ որպես ոսկու հանքեր հարկ վճարվում պետությանը։ Երևի որպես տարածք էր, արոտավայր էին գրանցել, էսի կասկած, ենթադրություն եմ ասում։ Սա մեկ, հիմա հուսով եմ հասկացաք, որ ինչպես է ստացվել, որ կրկնապատկվել է պարտքը եւ ովքեր են հարուստ եղել, հիմա ովքեր իշխում են հարուստ են, թե չէ։ Սա արդեն կարող ենք փաստերով խոսանք, էլ եթե հարուստ են, բերեք ես ներողություն խնդրեմ, ասեմ կներեք, ուրեմն չգիտեի, որ Փաշինյանը լցրել է տակը այդքան փողը, այլ ոչ թե այդտենց գործերի վրա են դնում։ Տեղյակ չեմ, կարող է եւ լցրել է տակը, պետքա դա էլ հաջորդ իշխանության օրոք բացահայտվի։ Բայց այն որ միջև իշխանափոխությունը 18 թվի մեր համար բացահայտ է Ռոբերտ Քոչարյանը, ինչքան է հարուստ Սերժ Սարգսյանը եւ մնացած մարդիկ։ Այսինքն, եթե պետք չէ իշխանափոխություն լինի, որ բացահայտվի Նիկոլը հարստացել է, թե չէ։ Եթե հարստացել է, հիմա էլ մենք կիմանանք։ Այնքան լավ է խոսքի ազատություն կա, այսա լայվ ենք վարում, ոչ մեկ հեռախոսը ձեռից չի քաշել վերցրել։ Եթե իմանամ տենց բան կա, հենց հիմա կխոսամ։ Ու եթե վաղը դուք ինձ հիմքեր եւ ապացույցներ փաստեր ուղարկեք, վաղը կխոսամ։ Կլինի 24 ժամ հետո խոսամ։ Կլինի ինձ թվում է։ Չեք նեղանա, չէ՞։ Ուղարկեք կխոսամ դրա մասին։ Սա մեկ, հիմա պենդից 2 ատուսկյամ, կակողից 1, բացատրեմ ինչ է նշանակում։ Այս
7 միլիարդը 15 դարձավ։ Երբ որ երկու օրինակ են բերելու, որպեսզի ձեր համար հասկանալի։ Իմ պապս ասել, որ ձեռդ պինդ ես պահում, չես ուզում 10, երեխուդ 10, հարևանի 10, տվյալ պարագայում ժողովրդի 10։ Նախագահ ես, ձեռդ պինդ բռնել ես, չես տալիս քո ժողովրդին ոչ մի բան։ Քեզ ես քաշել։ Հետո քեզանից ասма արդեն դուրս է գալու երկուսը։ Հասկացա, իսկ այդ կա կողը, այսօր իշխանությունն է։ Քոչյանը պինդ պահել է, ժողովրդին բան չի տվել։ Էնա տեղյակ ենք էլի, որ ասма աշխատավարձերը տվել են, բան, ժողովուրդ ջան, լիքը մարդ աշխատավարձ չստանալու համար դուրս է։ Լավ, պատերազմից հետո էր, հասկանում եք, միտեղ էլ ես համաձայն եմ, որ բյուջեա ճեղքվել, բան ա եղել, դժվար ա եղել, միջև ոտի են կանգնել, բայց ես բացատրում եմ ընդհանրապես, ոչ մեղադրում եմ, ոչ էլ պաշտպանում եմ որևէ մեկին։ Եթե դուք ժողովրդին չեք տվել, պինդ եք պահել ձեր բուրը, ձեր ձեռքը սխմած եք պահել, հետո իշխանությունից ավելի շատ է դուրս գալու։ Դրա համար 7 միլիոնը երկու անգամ ավելացել է։ Իսկ ձեռդ պինդ ես պահել, մեկը երկու է դուրս գալիս, որ բաց ես թողնում, մեկը դուրս գալիս։ Այսինքն հիմա պետությունը, չգիտեմ, ես ձեզ բարձ բացատրեցի։ Պետությունը երբ հիմա սկսել է արդեն պինդ չպահել բյուջեն, հանուն ժողովրդի, հանուն պետության, արդեն պետքա բյուջետել մի քիչ վնաս կրի։ Ինչի պարտքերը չշատանա, ինչի որտեղ լիքը հարցեր ժամանակին պետքա լուծվել, չի լուծվել, հիմա է ուզում լուծի։ Կստացվի, չի ստացվի, կարան կուլտիվացիա անեն, մաքրեն, նոր հիմքեր գցեն, ամրացնեն, պետական բոլոր կառույցներում հարց չկա, մենք բոլորս դրան ենք սպասում, հետ ենք ուզում, բոլորիս երազանքն է, բայց բերեք ճիշտ դատենք։ Հետո այս ասացվածքի վրա մի հատ բան էլ կա էլի, եկեք առողջության մասով, եթե հիվանդանում ես ու ժամանակին սովորական են ասպերին, մասպերին հասարակ դեղ չես առնում խմում, որ հետո որ բարդացում է տալիս, դու ընկնում ես կամ դանակի տակ, կամ պարկեստում են քեզ հիվանդանոցում, այսինքն չես տվել 2000 դրամ դեղ առնես, որ բուժվես, հետո պետքա ոչ թե 4000 տաս, 40-50 հազար տաս, այսինքն 10-պատիկ, 20-պատիկ շատ վճարես, որ քո առողջությունը վերականգնես։ Պետությունն էլ է տենց։ Եթե մենք ժամանակին չենք արել այնպիսի բաներ, որ մեր պետությունը ուժեղանա, որ մեր բանակը դիմակայել ունի, պատերազմում էլ չպարտվեինք, այսօր պետքա մենք վճարենք, հələ լավ է որ կրկնակի երրակի վճարենք, նորից եմ ասում կարող 20 անգամ, 40 անգամ ավել վճարենք նրա համար, որովհետև մենք կորցրեցինք ամեն ինչ։ Մարդկային առողջության վրա են բերել օրինակը, ժողովուրդ սովորական բույսի վրա, ծառի տակ եթե ջուր չլցնես, չորանա, սկսի չորանալը, տերևները թափվելը։ Միջև դու ջրես կարող է կամ շնչահեղձ լինի, լրիվ մահանա այդ ծառը, կամ էլ մի կերպ ինքը դժվար է ոտի կանգնելու։ Իսկ եթե դու մշտական ջրի տակ ես պահում, միշտ ջրում ես, ինքը չի էլ հիվանդանա։ Բերեք համաձայնվեք իմ հետ, որ իսկապես մեր բյուջեի կրկնապատկումը, սա այն մեկնաբանություն գրողներին, որ այդ խի դու ասում ես Քոչարյանը պարտքեր արել, Նիկոլի ժամանակ կրկնապատկվել է, չես ասում, ոչ չեմ ասում, դուք ճշմարտությունն եք ասում, որ կրկնապատկվել է, բայց կրկնապատկվելու պատճառները չեք ուզում դուք իմանաք, կամ էլ գիտեք չեք ուզում լսել, չեք ուզում արտահայտվեք։ Բայց տենց է լինում էլի, ոնց է լինում։ Այսքան պատմելուց հետո մեկը չուզենալ, չհասկանալ, չփորձել կենտրոնանալ, խորանալ այս ասածներից մեջ չեք անել, բայց եթե որ ասում եմ էլի կոպիտ խոսքա, բայց պետք է ասեմ, ասում եմ թամամ խոսքը, այսինքն ամբողջական խոսքը, էշինք ասեն, հասկացող մարդը կես խոսքից հասկանում է։ Ես նույնիսկ եթե չբացատրեմ, մարդիկ չգիտեն, խելացի մարդիկ չգիտեն, որ այս ինչ որ կատարվել է, սա ալանթալանի, սա ոչ ճիշտ մոտիկացման, հանցագործությունների, անգործությունների արդյունքն է։ Եվ դրանից հետո քեզանից արդեն կրկնակի, երրակի, քառակի էներգիա է գնալու, ֆինանսա գնալու։ Ինչպես օրինակը բերի, եւ ծառը չջրելու ժամանակին անընդհատ միշտ, եւ քո առողջությանը, որ դու կարայիր մի հատ սովորական էժան դեղով քո առողջությունը թույլ չտայր խորացման։ Թող մեզ գնա խորացման, հասկանում եք։ Թողել ես գնացել է խորացման, հետո կորցրել ես առողջությունդ կամ կյանքն է ամբողջությամբ մարդու կորել, մահացել է մարդ, ասում են, տեսեք, այս մարդը մահացավ։ Իսկ մարդու ենթադրեք խնամակալության տակ է, երկու բժիշկի առաջի բժիշկը ժամանակին դեղերը չի նշանակել, այդ մարդը չի խմել, երկրորդ բժիշկն էլ արդեն չի կարացել, որովհետև հիվանդությունը խորացվել է, չարորակ հիվանդություն է եղել, գրիպ ասեցինք,
թեթև հիվանդությունից։ Հաշվի եք ռակա, եթե դու սկզբից դեմը չես դառնում, հետո մահանալուց հետո ասես Ֆրանսիայի բժիշկն է, Գերմանիայի բժիշկն է մեղավոր, այ ժողովուրդ, Հայաստանի բժիշկը ճիշտ դեղեր չի նշանակել, մինչև այդ հիվանդը հասցրել են Գերմանիա կամ Ֆրանսիա։ Չեք ուզում մեղադրանք հնչեցնեք այդ Հայաստանի բժշկին։ Հիմա չեք ուզում մեր պետությանը այսօրը որ հասել է հիմքերում կանգնած մարդկանց մասին խոսակ։ Ես էլ չեմ ուզում, նենց որ չեմ ուզում ամենօրյա թեմա դառնա, ամեն օր դրա մասին խոսանք։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, հարգելի նախկին իշխանության գոնե adekvat հայրենասեր իբր թե նվիրված մարդիկ։ Հերիք է դուք այսօրվա իշխանությանը ամբողջ մեղքերը բարդեք, որտեղ դուք ինքներդ այնքան մեղքեր, այնքան հանցագործություններ եք բերել, որ դա պոեզդի գծի նման եկել հասել է այստեղ։ Նես չի որ երկնքից է իջել թազա Հայաստանը, բան նույն Հայաստանն է իր հանքային, իր ֆիզիկական, իր ֆինանսական, մարդկային ռեսուրսներով, ամեն ինչով, լեռներով, ջրերով, գետերով, քարտեզ չի փոխվել, հասկանում եք։ Նույն Հայաստանն է։ Այդ Հայաստանը եթե դու աղքատես փոխանցել այս մարդկանցից ինչպես ես դու արագացնում շտապել տալիս, որ ստանաս հարուստ Հայաստան։ Այսքանը ժողովուրդ ջան, հուսով եմ ազգային ժողովի պատգամավորներն էլ հետևություն կանեն, այսուհետ այդ մանկապարտեզի զրույցները բանը իմ պապիկը ուժեղ էր, քո տատիկը թույլ էր, հա, իմ հայրը սենց, քո հայրը նենց, մեր Ադանան նախքին, մեր Արեմտյան Հայաստան, հայ ընկերներ ջան, վերջացրեք, խոսացեք այսօրվանից, այսօրվա մասին եւ վաղը ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Անցյալից խոսող մարդը իմ համար այսպիսի տպավորություն է, որ նա չունի տեսլական վաղվա համար։ Եթե ունենար տեսլական վաղվա վատը իր համար կլներ 10։ Այն ինչ որ կատարվել է մեր հետ ոչ միայն Արցախում 3 տարի առաջ, այլ 100 տարի առաջ ցեղասպանություն, 200 տարի առաջ էլի մի ուրիշ պատմություն, 1000 տարի, սրանք պետք է մնա պատմություն, չջնջվի մեր հիշողություններից, մենք դա օգտագործենք որպես դաս ու թույլ չտանք այսօր նույն սխալը կրկնենք։ Ժամանակները փոխվում է, սխալվելու ձևերն էլ է փոխվում։ Դուք պետք է նախքին սխալը այսօր հայամատություն անեք, որ այսօրվա սխալի ժամանակ հասկանաք, որ լավ, սա նույն բանն է, էլի 100 տարի առաջվա։ Տեսակ Արցախի պատգամավորները ոնց էին ամպագորգոր զրույցներ անում։ Արցախը անկախ պետություն է, Հայաստանը իրավունք չունի ներքաշվել մեր գործերի մեջ։ Մենք անկախ ենք, ինչպիսի ոգևորություն, ինչպես էին հիանում ժողովուրդը, վայ ձեր ցավը տանեմ, ես ինչ լավ պատգամավորներ եք։ Հարգելի Արցախահայություն, հիմա ես ես կուզենայի հարց տալ, էլի, այդ նույն պատգամավորները ձեր անվտանգային հարցերը լուծել են, ապահովել են ձեր մնալը Ղարաբաղում։ Չեն ապահովել, չէ։ Հիմա այսօրվա Ադանայից խոսացող պատգամավորները նույն մակարդակի, նույն խելքի, նույն աշխարհայացքի, նույն մտահորիզոնի մարդիկ են։ Իրանց համար կարևոր չի ներկայիս Հայաստանը սրա մասին խոսան, ստեից խոսան, ստեի խնդիրներից խոսան։ Իրանց համար հետաքրքիր է այնպիսի էմոցիոնալ զրույցներ անեն, կենացներ ասեն, որ ձեզ հաճելի։ Արա չեք լսել ժողովուրդ ջան, համադանները ինչպես են ասում, խմում ենք նորապսակների կենացը, թող որ նորապսակների տանը 7 երեխա ծնվի, 7 աղջիկ 7 տղա, օրինակ եմ ասում։ Ինչքան էլ համադան խոսա, այդ ընտանիքի պատասխանատվությունը, սերը, ջերմությունը, միասնությունը, ընտանիքի անվտանգությունը, ընտանիքի պահպանությունը այդ երկու հոգու վրա է, մարդ եւ կին։ Հասկանում եք, համադան ոչ մի բան է։ Հիմա մեր Հայաստանում Համադայությունը մոդա է քաղաքական գործիչների մոտ։ Գիտեն ժողովուրդ ինչ են ուզում լսել։ Իսկ ինչ է շատ մարդիկ սիրեն, որտեվ ես չեմ ասում այնպիսի բաներ, որ ինձ սիրեն։ Չեմ ասում այնպիսի բաներ, որ իրանց հաճելի լինի։ Գներեք Ժորժ ջան, կարամ ասեմ։ Բավական այնա գիտելիքներ ունեմ, բավական պատմությունից էլ, աշխարհագրությունից էլ տեղյակ եմ։ Եթե կարող եմ օրինակ բանաստեղծություն գրել, չեմ կարող այդ բանաստեղծությունը ես օրակարգ մտցնեմ, ասեմ այդ բաներից խոսալը։ Հասկանում եք, բայց սա ինչ է տալու լավ իմ ժողովրդին, եթե ոչ վարքյանական կամ ռոպեական հաճույք, ինչ որ տրամադրության բարձրացում, լավ հասկացանք, բայց ինչ եմ տալու ես դրանով։ Հիմա ես որպես շարքային քաղաքացի, որպես ուղղակի հանրային հասարակական գործունեություն զբաղվող մարդ, թե բլոգերություն, եթե ես իմ խոսքերքի մեջ ուզում եմ էմոցիա չստեղծեմ, ուզում եմ իրականությունն ներկայացնել, ինչու պատգամավորը չի անում այդ նույնը։ Ինչի է գալիս Ադանայից խոսում, ինչի է գալիս ծովից ծով Հայաստանից խոսում։ Լավ, դրանից չի արգյալ խոսալ։
բայց ես ճիշտ չեմ համարում խոսվի ազգային ժողովում եւ տեսախցիկների առաջ։ Տեսախցիկների առաջ մի քիչ պետքա զգուշ լինենք, ոչ ընդդիմադիրին է սազում, ոչ իշխանականն է սազում, իրար ասեն դու Թուրքիայի գործակալ ես, դու Ադրբեջանի գործակալ ես, սա մեր պետությանը, մեր ազգին չի սազում։ Երկու կողմին էլ ես հորդորում եմ, որ այս խոսույթի վրա ուշադրություն տալն եւ Ադրբեջան բառ, Թուրքիա բառ բանը քիչ օգտագործեք ձեր նիստերի ժամանակ։ Երկարծերի կներեք մի բան է, օրինակ իմ մասին ուրիշ եթերները, TikTok-յան եթերները, մի ամիս, երկու ամիս շարունակ ինձանից խոսում էին, չէ՞ այլ խոսում են երևի, հարց է, չի, բայց ես չխոսացի իրանցից, գիտեք, որտեղ իրանք այդքան չկան։ Հիմա պատկերացնում եք, ես օրինակը խիսենց բերեցի։ Արա Թուրքիան ու Ադրբեջանը այդքան չկան, որ մեր ազգային ժողովում իր մասին խոսանք, իրանց մասին խոսանք։ Մեր ազգային ժողովում պետք է մեր խնդիրների մասին խոսանք ու հարևանների հետ հարաբերությունների մասին, որոնց հետ դեռևս լավ չի։ Մեր հարաբերությունները դեռ ոչ բարեկամական է, ոչ ընկերական է, ոչ հարևանային է։ Մեր մոտ հələ ճշտամական է դիրքորոշում կա։ Մանավանդ հայ ժողովրդից մեջ կա մեծ հələ ատելություն Ադրբեջանի հանդեպ։ Թուրքիայի հանդեպ որոշակի առումով այդքան չի, որտեղ առևտուր կա չերես Ռուսաստան, բան չերես Վրաստան։ Այսինքն ինչ որ չափով էլ մոռանում են, համ ցեղասպանությունից խոսում են, համ տակից էլ առևտուր անում են Թուրքիայի հետ, համ տակից էլ գնում են Թուրքիա Հանգստանում ծովի ափին։ Ուզում եմ ասեմ, այս մասով պետք է մենք ուշադրություն դարձնենք, որովհետև ազգային ժողովը ներկայացնում է պետություն, իսկ պետություն ներկայացնող մարմինը պետք է այդ պետության ներքին խնդիրների մասին մտածի, արտաքին քաղաքականության մասին հակում պետք է խոսան, կանչեք, հրավիրեք Արարատ Միրզոյանին ձեր հանձնաժողովով, ասեք, եկեք զրուցենք Թուրքիայի հետ այսինչ հարաբերություններ եմ, այսինչ հատվածով, ինչքանով թույլ տանք, ինչքանով արգելափակենք, ինչքանով աշխատենք կամ Ադրբեջանի հետ։ Հասկանում եք Ժորժ ջան, խնդիրներ կա, որ տան խնդիրը չեն հանում դուրսը։ Սա մեր տան խնդիրն է, մեր պետության ներսի խնդիրները ես չեմ հասկանում։ Գնացել ես աչքես գցել այսօրվա աշխարհի կողմից ճանաչված մեկ այլ պետության տարածքում, որ քո պատմական հայրենիքն է, քո պապերինն է նախ առաջինը, քո պատմական հայրենիք չի դառնում, դա դառնում ավելի ճիշտ քո պապերի պատմական հայրենիքը։ Ադանան մեր պապերի պատմական հայրենիքն է։ Չգիտեմ, կարանք էլ ասենք մեր հայրենիքն է։ Բայց գիտեք, լիքը օրինակ հայ կա, Ռուսաստանում ապրող, ասում է, «Моя родина это Россия, я здесь родился». А здесь да, родился в Армении։ Հասկանում եք, ասում է, իմ հոր հայրենիքն է Հայաստանը։ Ես այդպիսի հայրեր եմ տեսել։ Ես չեմ ասում ճիշտ են ասում, ոչ էլ ասում եմ սխալ են ասում, բայց ուզում եմ հասկանալ, որ իրանց ասածի մեջ էլ կա ինչ որ ճշմարտություն։ Լավ, մեր պապերի հայրենիքից խոսալով, մեր այսօրվա հայրենիքը ուժեղացնում ենք, թե թուլացնում ենք։ Մենք ատամներ ենք սրել տալիս Թուրքիայի կողմից, մենք տալիս ենք շանսեր, հնարավորություն, որ մենք ոչ կառուցողական դիրք ունենք Թուրքիայի հանդեպ, մենք ուզում ենք Թուրքիայի տարածքի կեսը վերցնենք, որովհետև մեր պատմական հայրենիքն է։ Եվ դրանով պատճառ տալիս ենք, որ Թուրքիան արդեն ինչ որ մի հատ պրովոկացիոն սադրիչ բան գցի արանքը մեր հետ պատերազմել հրահրի, որից մենք չենք շահելու։ Վերջը այդ Ադանայից խոսած եղբայրը, հարգելի Նարեկ Կիրակոսյան, ինձ են մեղադրում, ասում են դու պատերազմի չես մասնակցել, որը ես ազնվությամբ խոստովանում եմ, որ ես այո չեմ մասնակցել, ներկա չեմ եղել նույնիսկ Ղարաբաղում, ես գտնվում եմ արտասահմանում։ Բայց եղբայր դու սկիչ ես ծառայել, դու ընդհանրապես պատկերացում ունես Ադանայի մասին խոսելուց, եթե դու պատերազմ ես հրահրում, դու արդեն ազգային ժողովի падգամավոր ես, խմբակցության ղեկավար, դու հասարակ իմ նման մի հատ քաղաքացի չես, որ քո խոսքը Թուրքիան ուշադրություն չի դարձնում, քո խոսքը կարա որպես երկրորդ ուժի խմբակցության ղեկավար ընդունի եւ օգտագործի ասի, տեսեք ազգային ժողովը Հայաստանի դիրքավորված է մեր հետ պատերազմի։ Դու գիտես, որ արդեն հարգելի Նարեկ, պատասխանատվություն ես կրում իմ կյանքի, իմ ընտանիքի կյանքի։ Դու իմ ընտանիքը տանում ես զոհաբերես, թե ինչա դու գաս որոշ մարդկանց, ովքեր որ սիրում են ծովից ծով Հայաստանի մասին խոսալը, կենացներ ասելը։ Ղեկ տենց անում Նարեկ ջան։ Բայց այն օրը քեֆս եկավ, Նարեկը ճիշտ բան ասես, հարց էր տալիս լրագրող, ասում է գնալու եք, մասնակցելու եք ազգային ժողովի նիստերին, քննարկումներին, հանձնաժողովին, ասել է, հա, մենք դիրքավորված ենք, որ առաջվա ազգային ժողովի նման չլինի, կառուցողական ենք։ Քեֆս եկավ, դες հարգեցի այդ մարդու պահվածքը։ Ճիշտ է, չգիտեմ, խոսքը իրականություն կդառնա, խոսքը գործ կդառնա, դա ժամանակը ցույց կտա, բայց ուսում որ կդառնա։ Այս թվում է Նարեկը որպես հայ, որպես մարդ ված չի տրամադրված։ Կապ չունի, որ ինքը սխալներ այնա թույլ է տալիս, այդ Ադանա բան այդ զորույցները ոչ կարևոր եմ ես համարում, ոչ ճիշտ եմ համարում։ Բայց հուսով եմ, որ
իրանց վրա էլ կաշխատեն, վերջը նոր են ազգային ժողովում, բաներ կա, որ հələ պետքա հունի մեջ ընկնեն։ Լավին լավ, վատին վատ, ես այդպես եմ տրամադրված, հուսով եմ ընդդիմադիր ուժն էլ նախկին ընդդիմադիր ուժերի նման չեն պահի, ինչպես ես 5 տարին էին պահում, այսօր բանը հույս ունեմ, որ ավելի կառուցողական կտրամադրի եւ իշահ պետության կաշխատի։ 1000 երկարացնելուց համար լավ մնացեք ժողովուրդ ջան, ես էլ ուղակի զրույց էր։ Ոչ կռիվ արեցի, ոչ մեղադրանքներ հնչեցրեցի, ոչ էլ հատուկ եթերեր, ուղակի սիրտս կիսեցի ձեր հետ, միտքս արտահայտեցի ձեր առաջ։ Հաջողություն, լավ մնացեք։